Սիրելի հետևորդներ, այսօր ցանկանում եմ ձեզ ներկայացնել մարմնի մասերը, հիվանդությունները և կենդանակերպերը, և դուք կհամոզվեք, թե որքան են սիմետրիկ համաչափ նրանք կապված իրար հետ։ Խոյերի համար, սիրելի հետևորդներ, կարևոր է գլուխը, վերին ծնոտի հատվածն է, նաև ունենում են բորբոքային պրոցեսներ, շատ հակված են վիրուսների, վիրուսային հիվանդությունների, սուր, այդպես արագ տարածվող, նաև բորբոքային պրոցեսներ են ակտիվ լինում գլխի հատվածում։ Ցուլերի մոտ ախտահարվում է ուսերը, կոկորդը, պարանոցը, ստորին ծնոտը, վահանաձև գեղձը։ Քանի որ այստեղ վեներան է ղեկավարում, ցուլերի մոտ ֆինանսական խնդիրները կարող են առաջացնել համապատասխան օրգանների ախտահարումը։ Նաև ուշադիր պետք է լինեն, քանի որ վեներան է նրանց ղեկավարը, շաքարային դիաբետից, որտեղ քաղցր կյանքը կարող է տանել դեպի այդ հիվանդության սրացմանը։ Անցնենք հաջորդ կենդանակերպ երկվորյակներն են, ճիշտ է։ Երկվորյակների մոտ պետք է զգույշ լինեն նրանք նախաբազուկներից, ձեռքերից, մատներից և շատ մատնահարդարների եմ հանդիպում այս կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներից, լեզվաբաններ են, քանի որ լեզուն է, խոսքն է, մտածողությունն է, դրանք նաև թոքերն են, բրոնխներն են, շնչառական այդ համակարգն է, նյարդային համակարգի գործունեությունն է, և եթե փակես երկվորյակի օդերը, ապա շատ արագ կախտահարվեն նրանց թոքերը։ Այսինքն շփումները քչանալիս իմացեք, որ նրանք կարող են շնչահեղձ լինել։ Նաև կրկին նշեմ, բրոնխներն են ախտահարվում։ Հաջորդ կենդանակերպը խեցգետինն է, ինչպես գիտեք, խեցգետինը դա ընտանիք, հայրենիք, օջախ և օրգան համակարգերից ախտահարվում են կրծքավանդակը, ստամոքսը, ենթաստամոքսային գեղձը, լուսինն է ղեկավարում խեցգետիններին, կերակրման պրոցեսն է և այն խեցգետինները, որոնք չեն կարողանում մարսել ինֆորմացիան, տեղեկատվությունը, խնդիրները ցավում են նրանց մոտ ստամոքսը, ունենում են գաստրիտներ, տարատեսակ խնդիրներ ստամոքսում, ստամոքսի խոցեր, նաև եթե մարդկանց քարտեզում մարսն է գտնվում խեցգետնում։ Եվ նաև կերակրման հացն է, վերարտադրողական համակարգը, կրծքերն են ցավում և